Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր պարոն Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջույն պարոն Արզումանյան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մինչ քաղաքական թեմաներին անդրադառնալը, ես գիտեմ, որ դուք 3 Կիրակի օրն եք բարձրացել Ծիծեռնագաբերդ, այն օրը, երբ որը հաջորդել է եւ ապրիլի 24-ին, երբ շատերն են բարձրացել, եւ դրան հաջորդած քաղաքացու օրը, երբ ուրեմն մեծ, չգիտեմ ինչ էր, համերգ էր, գալահամերգ էր, ձեր տպավորությունները, երեկվա տպավորությունները, ասենք ապրիլի 24-ից հետո եւ քաղաքացու օրվանից հետո լավ տպավորություն ներկայան է, որովհետև անսպասելի էր ինձ համար, ճիշտն ասեմ, որովհետև հոգնած էի դուրս եկի ուղղակի մի քիչ քայլելու, համակարգերից, բաներից, ցանցից կտրվելու համար եւ որոշեցի գնալ քայլեր, մտածում եմ որ հանգիստ կլինի, հնարավոր մարդ չլինի, արդեն ամեն ինչ վերջացել է, ես հանգիստ կկարողանամ մի քիչ քայլել, բարձրանալ եւ այլ եւ այլ։ Ես զարմացել եմ, որ ինչքան շատ մարդ է բարձրանում, հարյուրավոր, հազարավոր չեմ կարող ասել, բայց հարյուրավոր մարդեր հոսք գնում է։ Ներքևում ծաղիկի վաճառողները շարունակում են ծաղիկներ վաճառել, ինձ ասեցին 500 դրամով կտակ, վերցրեք, կանգնած են, շարքը վաճառողների զարմացա, այսպես ինչու են։ Այսինքն այնպես չէ, որ ամսի 24-ին դա հիշում եք, գիտեք ինչու եմ ես այդ հարցը տալի, որտեղ ասում են, այ քաղաքացու օրը մենք անում ենք, որովհետև մի օր է ապրիլի 24-ը, դա հիշատակի օրն է, հաջորդ օրը պետք է ցույց տա, որ մենք ապրում ենք հիշելով նաև կարելի ասել։ Այսինքն ապրիլի 25-ին, 26-ին, 27-ին եւ այսօր եւ մյուս օրերը չի նշանակում, որ մենք մոռանում ենք եւ ժողովուրդը փաստորեն գնում է։ Դուք ասում եք երեխաներով, եւ զարմացած ընտանիքներով, հոսք, կայուն, հոսք ոչ թե 1-2 10 հոգի, բայց իրոք հոսք է եղել եւ զարմացել եմ, ուրախացել եմ, մտել եմ այդ հոսքի մեջ, բացրացել եմ ինչեւ վերև Հետո դուրս եմ եկել։ Ինչ բան մտածել եք, ինչ եք մտածել։ Մտածել եմ, որ այո, մենք ապագա ունենք, առաջինը, որ այն, որ փորձում են իմ ազգին կոտրել, որ փորձում են իմ ազգի համոզել, որ այն ինչ վերջացել է, պետք է զբաղեցնել, փակել վերջի էջը եւ հայկական քաղաքակրթության հատորը դնել իր այն պատվավոր տեղը մեռած քաղաքակրթությունների մեջ փառք Աստծո դա ոչ մի իրականության հետ կապ չունի իմ ազգը ողջ է իմ ազգը հիշողությունը չի կորցրել եւ մտադիր չի կորցնել ես տեսել եմ 1-2 տարեկան մանուկներից մինչեւ 14-16 տարեկան ջահելներին մասածներին չեմ ասում կան բայց շատ են դա նշանակում է ամեն ինչ նորմալ է եւ այն ագրեսիա է որի հոգեբանական ագրեսիա տեղեկատվական ագրեսիան որը նպատակ ունի ջարդել իմ ազգը երեք ես տեսել եմ որ դա Այդ ագրեսիան դեռ հաջողության չի հասել։ Մենք որպես ազգ կանք, մնում ենք եւ համոզված եմ կշարունակենք մեր ճանապարհը։ Վերևը երևացող փրփուր է այդ ագրեսիան։ Այո, շատ ավելի ծանրակշիռ եւ հաստատուն է, հա։ Հա, տենց է ստացվում, то есть այն փրփուրը, որը գալիս է քաղաքական վերնախավից, իշխող վերնախավից, որը մտադիր են փորձում են, պարտադրում են մեզ հանձնվել, կոտրվել հարաժարվել ինքնիշխանությունից, դա ստացվում է, որ այնքան է արդյունավետ քաղաքականություն չի, ռազմավարություն չի, մարտավարություն չի։ Եվ ես զարմացած էի, ուրախացած էի, նշանակում է մենք պետք է շարունակենք մեր մակարդակի վրա, մեր ուղղության, մեր ոլորտում, ներքևում չի ազգից մեջ, հայ ազգի մեջ, ամեն ինչ նորմալ է։ Ես շնորհակալ եմ եւ այդ գրառման համար, որովհետեւ ես տեսա այդ գրառումը, որ դուք գրել եք, ես գնացի եւ փոքրիկ այսպես 4 տող բան էիք տվել, նկար էիք տվել երեխաների եւ այդ գրառման մեջ, այդ իրողության մեջ կար իսկապես խորը փիլիսոփայություն, որ մենք մեր ազգին պետք է ճանաչենք, հարգենք, խոնարհվել։ Ես գրել եմ Ծիծեռնագաբերդի երեխեքին, որ տեսել եմ, երկու քայլ անցել եմ, կանգնել եմ գրել եմ, դա անմիջական է։ Եվ այդ անմիջական անգամ այդ անմիջական ռեակցիան որոշեցի կիսվել ուղղակի։ Դա մեծ մտորումների տեղ տվեց, որի համար շատ շնորհակալություն։
Եվ այսպես մեկ այլ ձեր գրառման մեջ դրան նախորդող այդ քաղաքացու օրվա այդ խորոված եւ չգիտեմ ինչ էր այդ սկիզբը ձեր գրածի դա էր եւ դուք սկսեցիք մտածել թե ինչ է առաջարկվում այս ընտրություններին, ինչ ընտրությունների ընտրության առաջ է կանգնած մեր հասարակությունը։ Եվ տալիս եք 3 ճանապարհ, ասում եք, չեմ հիշում ճիշտ ասած, աջ է գնում թե ձախ, կարևոր չի, մեկը աջ է, մեկը ձախ է, մյուսը ուղիղ է։ Հիմա այդպես ոնց կդասավորվի։ Եվ այսպես, առաջին ուղին ասում եք դուք, դա վերադարձ է կայսրություններին, ընդ որում նշում եք Ռուսաստան եւ Թուրքիա։ Վերադարձ կայսրություններին եւ հրաժարում ինքնիշխանությունից, պետական ինքնիշխանությունից։ Երկրորդն էլ ասեմ, երրորդն էլ եւ դուք հետո արդեն բացեք ներողություն։ Երկրորդը ասում եք դուք, ուրեմն առաջինը վերադարձ կայսրություններ Ռուսաստան-Թուրքիա։ Երկրորդ ուղին թե ինչի մեջ ինչ պետք է ընտրի կամ ինչ կարող է ընտրել, ինչ ընտրություն ունի քաղաքացին, ասում եք, ընտրում ես ներկայիս իշխանություններին։ Դա, ասում եք դուք, նշանակում է սպասել մինչև հաջորդ խաչմերուկ, չունենալով որևէ երաշխիք, եւ դեռ ասում եք դեռ հարց է կլինի կա այդ խաչմերուկը։ Երկրորդը փաստորեն ներկայիս իշխանությունները ընտրում ենք եւ 4 տարի սպասում ենք, հա։ Մինչեւ հաջորդ ընտրությունները։ Խոսենք դրա մասին եւ երրորդը ասում եք այ դա ուղիղն էր։ Այ երրորդի մասին ես առանձին կհարցնեմ որն է դա։ Եվ այժմ առաջինը վերադարձ կայսրություններին հրաժարում ինքնիշխանությունից։ Ինչու եք նշում նաեւ Թուրքիան, Ռուսաստան եւ Թուրքիա ասում եք դուք։ Փողակը փորձել եմ շատ թրուցիկ համակարգային մոտեցման շրջանակներում նկարագրել ձևավորել այն շրջանակը, որի մեջ մենք գտնվում ենք, որի մեջ մենք պետք է անենք հիմնական խոսքը այստեղ ընտրությունն է։ Այսինքն մենք որպես ազգ ժամանակ առ ժամանակ պետք է կատարենք մեր պարտքը եւ հիշենք, որ Հայաստանի ինքնիշխանը դա հայ ազգն է, ոչ թե իշխանություններն են։ Իշխանությունները դա ինքնիշխանության օգտագործողներն են, բայց ինքնիշխանը ժողովուրդն է, ազգն է եւ ազգն է տալիս իշխանություններին մանդատ, որ իրանք շարունակեն կառավարել երկիրը։ Մենք ենք տերը Հայաստանի ապագային, անցյալին, ոչ թե իշխանությունները, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը այսօր փոքր։ Այդ առաջինն է, то есть մենք կանգնած ենք ընտրության առջև, պետք է հասկանալ, գիտակցել, որ այդ ընտրությունը պետք է անես։ Պետք չէ հրաժարվել ընտրությունի հնարավորությունից եւ պարտականությունից, որտեղ երբ դու հրաժարվում ես ընտրություն անել, հրաժարվում ես մասնակցել ընտրություններին, դու դրանով ստանձնում ես քո իրավունքը եւ պարտավորությունը որպես ինքնիշխան իշխանություններին, ուժերին, եւ դրանով հրաժարվում ես քո տերության իրավունքից։ То есть ընտրությունները շատ կարևոր մեխանիզմ է։ Դուք այստեղ նշում եք ընտրություններին գնալու եւ մասնակցելու։ Հա, ես գրել եմ դրա համար, դու պիտի գնաս մասնակցես։ Եվ կա մի քիչ առաջ գնամ, երբ կա ուղղակի տեխնոլոգիաների, քաղաքական տեխնոլոգիաների սկզբունքներ եւ աքսիոմաներ, եթե ընտրություններին գնում է 70% կամ ավելի հասարակության, նման ընտրությունները կեղծել անհնար է դառնում։ Բայց 70% ընտրողներ կարող են գնալ այն դեպքում, եթե իրենք վստահ են, որ գնում են որպեսզի չլինի մի բան կամ գնում են որպեսզի լինի մի բան։ Դրա համար ես սկզբունքի մասին խոսեցի վստահ են։ Վստահ է արդյոք մեր հասարակությունը։ Ոչ թե վստահ է, այստեղ ուրիշ խնդրեմ առաջանում գայանը։ Դա երբ վստահ ես գնում ես արդեն ընտրություն ունես մասնակցում ես, բայց երկրորդը հասկանալով այն գոյաբանական սպառնալիքները, որի առջև գնաց է հայ ազգը, դու պիտի հիշես, որ դու պիտի գնաս։ Եվ այստեղ ես ասում եմ, եթե 70%-ը մասնակցի ընտրություններին, որևէ իշխանություններ կամ որևէ քաղաքական ուժ չի կարող ֆալսիֆիկացիա գնալ։ Այդ ժամանակ մենք կունենանք իրոք հայ հասարակության ընտրությունը։ Եվ դա խիստ կարևոր է, որտեղ ես սպասում եմ, որ կլինեն մեծ կեղծիքներ, որտեղ իշխանության
աջակցությունը իջնում է հասարակության մեջ։ Այդ ուրիշ կտոր աշխարհ չեմ ուզում դրա մասին խոսել։ То есть ընտրությունը, հիմնական խոսքը ընտրությունն է Գայանը։ Գնալ, մասնակցել ընտրությունների եւ վերցնել ձեզ վրա պատասխանատվությունը Հայաստանի այսօրվա մասին եւ ապագայի մասին։ Բայց եթե մարդը կասկածների մեջ է, վստահ չես մտածիր ընտրիր, եւ որ ինքը ընտրի, ես փորձել եմ օգնել, ասել մոտորապես քանի ճանապարհներ կա շրջանակը նկարագրել, որ քանի ճանապարհներ կա, որտեղ դու կարող ես ընտրես։ Առաջի շրջանակը, առաջի մոտեցումը, որի մեջ մենք կանգնած ենք, դա Հայաստանի հրաժարումը պետական ինքնաիշխանության, երբ ինքը հասկանում է, որ ինքը չի կարողանում, չի ուզում որպես պետություն գոյատևի որպես պետություն եւ դառնում է այս կամ այն կայսրության մաս։ Դառնում ես կամ գուբերնիա, կամ դառնում ես վիլայատ, Թուրքիայի նոր Ասմանյանի կայսրության կամ Ռուսաստանի նոր կայսրության մաս ես դառնում, որ դրոշը մնում է եւ այլ այդ երկրորդականա, բայց դու հրաժարում ես որպես որպես հասարակություն, ասում ես չէ, մտնում եք Ռուսաստան, մտնում եք Թուրքիա, կամ ավելի շուտ տեղի կունենա նորից պարակտում հայ ազգի, մենք նորից կկիսվենք արևելյան եւ արևմտյան Հայաստանի մեջ եւ արևմտյան Հայաստանը կմտնի ճակետներով Թուրքիա, արևելյան Հայաստանը կմտնի Ռուսաստան նորից, կարող է այդ կտրումները, տարանջատումները իմ ազգի շարունակվի եւ մենք նորից կրկնենք այն շրջանակ, այն փաթերները, որի մեջ դարերով ապրում ենք եւ Հայաստանը կորցնելով իր պետական ինքնիշխանությունը կիսվում է կայսրությունների մեջ։ Դա ընտրություն է։ Դու կարող ես ընտրես, ասես չեմ ուզում այս պետապարատը պահել, այս բանակը պահել, տղաներից ուղարկել բանակ, չեմ ուզում։ Կան ուժեր, որոնց ընտրելով դու այդ ընտրում ես եւ կան ուժեր, որը այդ են ընտրել, ասում են այո, մենք մտնում ենք Ռուսաստանի հավանավորության տակ, Հայաստանը մենակ ապրել չի կարող։ Դու սխալ ես ասում, Ռուսաստանի մեջ չի կարելի մտնել, դու մտնում ես Թուրքիայի հովանավորություն տակ, ուժ քաղաքական կամ իշխանություններ, դրանով դու հրաժարվում ես Ռուսաստանից, բայց դու Թուրքիայի մասն ես դառնում, դու թուրքական ճանապարհն ես ընտրել, ռուսական ճանապարհն ես ընտրել։ Արևմտյան ճանապարհի մասին չեմ խոսում, որտեղ արևմուտքը այսօր Հայաստանում չկա, փաստորեն։ Արևմուտքը որպես ուժային կենտրոն այսօր Հայաստանում կարելի ասել չի ներկայացված։ Դրա համար այսօր այդ երկու այդ կայսրությունների հետ մի ճանապարհն է, որ դու կարող ես ընտրես, գիտակցաբար, որ ընտրում ես այս ճանապարհը, հացի կտորի համար դու հրաժարվում ես ինքնիշխանությունից։ Կարող ես այդ ընտրությունը անես, դենց կլինի իմ հասարակության մի մասը կարող է ընտրի դա։ Հիմա երկրորդ ճանապարհը դու որպես ազգ, որը անցել է հազար քաղաքակրթություն ունես, հազար տարիների փորձ, դու դնում ես ուրիշ խնդիր, դու դնում ես խնդիր գոյատևել։ Եվ դու կորցրել ես պետությունը, դու գոյատևում ես։ Կայսրությունները գալիս են, գնում են, դու դրել ես քո առջև խնդիր գոյատևել եւ գոյատևել առանց պետական ինքնիշխանության առանց պետության։ Դու ունես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցին, որը իր վրա վերցել է պետական որոշ ֆունկցիաները, եւ դա քեզ թույլ է տվել պետությունը կորցնելուց հետո հաջորդ 7 դար, 14 դարից հետո սկսած գոյատևել, չզարգանալ։ Բայց գոյատևել, զարգանալ եւ գոյատևել, Գայանե, դա երկու կտրուկ տարբեր փաթերներ են եւ մոտեցումներ են։ Դու կամ գոյատևում ես, կամ զարգանում ես։ Եթե դու մտնում ես գոյատևման փուլ, գոյատևումն ես տեսնում, դու զարգանալ չես կարողանալու։ Դու գնալու ես կորուստների ճանապարհով, կորցնելու ես շատ ու քիչ, կամ մնալու ես այն վիճակում, որը դու կաս։ Մենք կորցնում ենք 14 տարից հետո, մինչև էտել, կորցնելով գոյատևելով փոքրանում էինք։ Բայց շարունակում ենք նշանակում չորոշել, որ ուղղությամբ ես գնում։ Հա, դողակ ընտրում ես, որ այսօր գոյատևում եմ։ Շարունակում եմ իմ ընտանիքի կյանքը, դաստիարակում եմ իմ երեխաների։ Բայց դու կարող ես անել, պետությունը այդպիսի շռայլություն կարող է իրեն։ Պետությունը չունի, մենք խոսում ենք քաղաքացու մասին, Գայանե, մենք չենք մտել պետության մեջ։ Ես մենք խոսում ենք քաղաքացու, ինչի առջև կանգնած է քաղաքացին։ Դու ընտրում ես, կարող ես շարունակես գոյատևել։ Մտածել եմ, հա, դե առաջի իշխանությունները չեն, միջև այդ եղել է Սերժ Սարգսյանը, միջև այդ Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, բոլշևիկներն են եղել։ Իրանք գնացել են, ես մնացել եմ, իմ ազգս մնացել է, իմ ընտանիքը մնացել է, իմ տոհմը մնացել է։ Ես էլ կգնա, ժամանակ կգա կամ էշը կսատկի կամ էշատերը կսատկի, ես սպասեմ։ Ոչ մի բան չեմ փոխում, գոյատևում եմ։ Մեծ փոփոխություններ, որակյալ փոփոխություններ
չեմ անում։ Ես ընտրում եմ այն, ինչ այսօր կա։ Ընտրում եմ այն իշխանությունները, որ այսօր կա, անտանելի են, այսպես վատը չի եղել, դժվար է հիշել, բայց ես մեկը թողնի, ուրիշ այլ ընտրանք չեմ ուզում, չեմ տեսնում, շարունակում եմ իմ կյանքը, զբաղվում եմ իմ ընտանիքով, իմ շրջապատով եւ չեմ խորանում։ Դա երկրորդ ճանապարհն է, հա, как бы ընտրությունն է, որի արժեվ կանգնած է, եւ երրորդ ընտրությունը դու հասկանում ես, որ այսպես շարունակել չի կարելի։ Ես ինչ ժառանգություն եմ թողում իմ երեխեքի, իմ թորնիկներից, այսպես ապրել չի կարելի։ Հայաստանը այսպես չի կարողանալու գոյատևի։ Մենք արդեն շատ փոքր ենք։ Վերջի 3 դարը գոյատևելով մենք հայկական լեռնաշխարհում կորցրել ենք հայ ազգի ներկայությունը։ Մինչև այստեղ երկու կայսրությունների մեջ եք մտել, Ռուսաստան եւ Օսմանյան կայսրությունները ջրաղացի մեջ ենք մտել, այդ քարերի մեջ ենք։ Իրանք մեզ աղել են, մենք հիմա հայ ազգը պատմական Հայաստանի տարածքում գոյատևում է, իրոք գոյատևում է միայն 27-9 քառակուսի կիլոմետրի վրա, իսկ մնացած հայկական լեռնաշխարհը մենք արդեն կարելի է ասել այսօր կորցրել ենք, այնտեղ հայ չկա այսօր, բացառեք կան ուրիշ թեմա չեմ, մենք կորցրել ենք դա, որովհետև ընտրելով գոյատևումը մենք հասել ենք այս վիճակին, հիմա Սյունիքն էլ տանք գոյատևենք, հետո Տավուշը տանք գոյատևենք, Երևանը տանք գոյատևենք, իմ կարծիքով կարող մտածել որ դա ճիշտ ճանապարհ չի։ Պետք է ընտրել ուրիշ ճանապարհ եւ դուրս գալ գոյատևման պաշտպանության այդ շրջանակից եւ փորձել Հայաստանի ապագային նայել ուրիշ ուղղությամբ, փորձել տեսնել ուրիշ հայկական ապագա, փորձել գտնել ուրիշ ճանապարհներ դեպի ուրիշ ապագա, որտեղ դու ոչ թե գոյատևում ես, բայց սլընթաց զարգանում ես, հզորանում ես, պաշտպանում ես 27 քառակուսի կիլոմետրը որ դու ունես եւ պատրաստ ես հզորանալ այնքան, որ լուծես ուրիշ խնդիրներ։ Իմ պապս Երևանցի ժամանակի մասնակցել են նեղ շրջանակներում 60 թվականների ես կարող եմ կիսվել հիմա եղել են ժամանակ հզոր հայեր, որը կազմակերպել են Հայաստանի ինդուստրիալիզացիան 60-ական 70 թվականի թռիչքը, զարգացրել են էներգետիկայի համակարգը, քիմիան, գիդրոլոգիան եւ այլ, եւ դա պատահական չէ, դա մտածված նախագիծ էր, այդ նախագիծը պատրաստում են ներեցեք լավ հայեր եւ իրանց թորները իհարկե ողջ են, իրանք հիշում են, գիտեն իրանց պատմությունը եւ այն ժամանակ հաշվարկները ցույց են տվել, որ սովետական Հայաստանի տարածքում այսօրվա 27 հանգիստ 70-80 թվականին կարող է 15-ից 20 միլիոն քաղաքացի ապրել։ Այդ հաշվարկները եղել են նորից են կրում 70-80 թվականների համար։ Այսօր հնարավորությունները ավելի մեծ են գայանը։ Եվ դու կարող ես դնել քո առջև խնդիր հզորացնել Հայաստանը, որ այսօրվա Հայաստանի տարածքում ապրի 15-20 միլիոն քաղաքացի։ Հայկական տնտեսությունը մտնի 20 համահզոր տնտեսությունների մաս։ Ունենած ռազմական ուժեր, որը պաշտպանում են։ Ինչ պետք է լինի, որ այդ դա լինի։ Առաջինը դու կարող ես մտածել, որ կարող է այլ ընտրանք լինի, ուրիշ ապագա լինի, եւ սկսես մտածել այդ ապագան ոնց է ձևավորում։ Ինչ խոսքերով ես ձևավորում, ինչ շրջանակի մեջ ես ձևավորում եւ հրաժարվել այնից, ինչի մեջ այսօր դու կաս եւ այն ընտրությունները, որը քեզ տանում են հետ կայսրությունների մեջ եւ դու համարձակվես այդպես խնդիրը դնես, արդեն սկսում են ուրիշ լուծումները, որովհետեւ իմաստ չկա լուծել ոչ ճիշտ դրված խնդիրներ կամ խնդիրներ։ Խնդրի ճիշտ ձևավորումը դա խնդրի մեծամասն է, տեխնոկրատիկ մտածելակերպ ունեցողները ասում են, որ դա խնդրի կեսն է։ Եթե դու կարողանում ես ճիշտ ձևավորես խնդրը, ինժեներական խնդրը, դու արդեն կեսը լուծել ես, մնում է լուծել։ Դրա համար խիստ կարևոր է ճիշտ ձևավորել այն խնդիրները, այն խնդրը, որի առջև դու կանգնած ես։ Եվ այդ խնդրը նորից կրկնեմ ինձ համար դու պիտի պատկերացնես ինչ ապագա ես ուզում Հայաստանի համար, հայ հասարակության համար, հայկական հայ ազգի համար, ոնց ես պատկերացնում, նկարագրի։ Եվ այստեղից ծնվում է այդ 3 ճանապարհը, որի մասին մենք խոսել ենք, հա, ճակետներում մետաֆորիկ ճանապարհը։ Առաջի ճանապարհը թողնել ամեն ինչ ոնց կա, ոչինչ բան չանել,
շարունակել ապրել ոնց ապրում ես, խնճույքներ, չգիտեմ, կամ գոյատևել, հողի կպած եւ դու օրվա հարցն ես աշխատում, նշանակություն չի, տենց է ոնց եղել է շարունակել, այդ մի լուծումն է։ Երկրորդը հրաժարվես, ասես գնանք այնտեղ ավելի լավ հաց են տալիս կայսրություններում, մեկ մեր տեղը կզբաղեցնենք, հո գիտես ինչ տեղ եք մենք զբաղեցել Ռուսաստանի կայսրության մեջ, սովետական միությունում, ինչքան տեղ էին զբաղեցնում հայերը, ինչքան հարգված էին, բա ինչ տեղ եք զբաղեցնում Օսմանյան կայսրությունում, հո կայսրության 80% առևտրի մեր ձեռն էր, 90% արտադրության մեր ձեռն էր, ֆինանսական համակարգը մենք ենք դիրում, ադմինիստրացիայի մեջ մենք ենք եղել, այն մեր կայսրություններ, տենց էլ են ասում, այդ միայն թոքական չէ, հետ եք դառնում, կառուցում ենք կայսրություն եւ Էրդողանը մեզ ծափահարելով կընդունի եւ շատ պատիվ տեղեր կտա եւ կապրենք, կվայելենք մինչեւ հաջորդ մեծ եղերնի շարունակությունը իհարկե դրա մասին չեն խոսում, բայց դա էլ է ճանապարհայանը։ Իսկ երրորդը փոխել, նորից եմ կրկնում, շրջանակը, մոտեցումը, հարցը եւ փորձել մտածել հայկական ապագայի մասին ուրիշ ձևով, ոնց է հզորացնում Հայաստանը, ոնց է հզորացնում հայ ազգը, ոնց է անում, որ այս կտոր հայ բռունցքը, որ մենք ունենք այսօր, դառնում է ինքնիշխան եւ պետություն, որի հասարակությունը կարողանում ունի այնպիսի տնտեսություն, որ կարող է ապահովի ռազմական անվտանգության համակարգը եւ կարողանում է այնքան հզոր լինի, որ ոչ մեկը չհամարձակվի քեզ հարձակվել։ Իմ կարծիքով ամեն քաղաքացի կարող է գնալ, ոչ թե կարող է, իմ կարծիքով պիտի գնա ընտրություններին եւ ելնելով այդ 3 ճանապարհներից անի ընտրություն այն քաղաքական ուժերից, որոնք այսօր այս ընտրական փուլում ներկայացված են։ Բայց կարող եմ ասել, որ այսօրվա քաղաքական ուժերից, որը հայտ են ներկայացել մասնակցել ընտրություններում, այդպես ապագայի մասով մտածող չկան իմ կարծիքով։ Նման մոտեցումը, նման խնդրի դրված կընդունված չէ Հայաստանում։ Հայկական քաղաքական միջավայրը այդպես ձևավորենք, մնացել են հետսովետական, մնացել եք սովետական միությունից դուրս գալով եւ բոլոր խնդիրների վերլուծությունը, բոլոր խնդիրների լուծման տարբերակները, մոտեցումները մնացել են սովետական եւ կայսրական։ Մենք մնացել ենք կայսրական հասարակություն եւ չեք համարձակվում մտածել անկախ միացյալ Հայաստանի մասին։ Եվ դրա համար այս ընտրությունները անցնելուց հետո պետք է խնդիր դնել եւ փորձել հասկանալ ապագա Հայաստանը ոնց է ձևավորում։ Հայաստանի ապագան, հայ ազգի ապագան ոնց է ձևավորում։ Եվ պիտի ձևավորես այն սկզբունքները, այն աքսիոմաները, որի շուրջ դու սկսում ես ման կառուցում, բայց հիմնականը դու պիտի փորձես համարձակվես, մտածես քո ապագայի մասին, դուրս գալով գոյատևման այս շրջանակից։ Այդքան եթե կարճ փորձենք, հա։ Շնորհակալություն, հարցեր կան։ Այո։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։
Ալբիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Այնպիսի տպավորություն է, կասեք ոչ, եթե չեք կիսում իմ այս նկարագրածը, որ այս վախերով, չէ որ ամբողջ ընտրությունների շրջանում գնում է այդ վախով ազդելու միջոցը, եթե ինձ չընտրեք կլինի պատերազմ, եթե իրեն ընտրեք կլինի, չգիտես, թուրքացում, այսինքն թակարդված է ոնց որ միտքը, փակուղի է 4 կողմը եւ դուք առաջարկում եք, ասում եք այն օրինակը, որ մենք բերեցինք, որ ցանկացած քաղաքացու որոշումներ վեր կենա, բարձրանա, գնալ դեպի հուշահամալիր, նրան ոչ ոք չստիպեց, նրան ավտոբուսներով չտարան ստիպեցին, քաղաքացին ունի իր որոշումը, եթե ինքը տեսնի, որ դու ոչ թե իրեն վախեցնում ես, այլ իրեն ցույց ես տալիս, այն ապագան դեպի ուր նա պետք է գնա, այդ 70% մասնակցության մասին էր խոսքը, երբ որ ես ասում եմ քաղաքացին կգնա, ոնց որ գնում է հուշահամալիր, կգնա ընտրությունների, եթե դու իր միտքը այդ թակարդից ոչ թե դու ես պահում, եթե ինքը թույլ չտա, որ իր միտքը պահեն թակարդի մեջ եւ դուրս գան իրենց առաջ տեսնելով, թե ինչպիսի Հայաստան են ուզում տեսնեն, այդ լույսը որը վառվում է Հայաստանի մեր Հայաստանի գլխավերևում այդ արևը մեր ոչ թե այն խավարը, որը վախով կաղապարված է եւ վախեցնում են մարդկանց, որ եթե սենց չանես, եթե սենց անես, սենց կլինի, նենց անես, նենց կլինի, լուծում չունի այդ մարդը, դրա համար չգիտի ընտրությունների օրը գնա, որ մի վախերից որ մեկը ընտրի։ Հա, Գայանե, այդ շրջանակը, թակարդ շրջանակը, որը վախը օգտագործում, ատելությունը օգտագործում, պարակտումը օգտագործում, պարակտել հասարակությունը իզոլացնել եւ վախեցնել, դա կլասիկ կարելի է ասել մեթոդներն է, քաղաքական մեթոդներ։ Բայց դա բերում է ցածր մասնակցության։ Բերում է ցածր մասնակցության։ Ինչը եւ պետք է երևի թե որոշ քաղաքական ուժերի համար դա պետք է որ կարողանան
շարունակեն խաղերը, դա քաղաքական տեխնոլոգիաներ են, լավ Ոնց մշակված քաղաքացին պատրի է այդ տեխնոլոգիան, դուրս գա։ Նորից եմ հիշեցնում, ծիծեռնակաբերք քաղաքացին ինքն է գնում, այսինքն ինքը կարող է ինչ-որ ճեղքել եւ իր որոշումը կայացնել եւ իր որոշման համաձայն քայլ գցել։ Հա, եւ դա ինձ համար նմուշ է, նման նմուշներ շատ եմ տեսնում, որտեղ քաղաքում Երևանով քայլում եմ շատ եմ քայլում, այդպես ասեմ, որ հանգստանում ես, քայլում ես, հայ հասարակության հետ կարող եմ ասել պրոբլեմ չկա, հայ ազգի հետ պրոբլեմ չկա, հայ ազգը սպասում է, հայ ազգը ողջ է, այստեղ պրոբլեմ է այն խավի հետ, որը համարձակվում են վերցնել անցորակ քաղաքական, հասարակական գործողությունները։ Դա իմ ազգի պրոբլեմը չէ, դա այն շերտի պրոբլեմն է, որը պիտի ձևավորի են գաղափարները, այն լուծումները, այդ շերտը այսօր մնում է ազգում կան ամեն մեկը, ազգը փայլուն չի իհարկե, բայց իմ ազգը ողջ է, այդտեղ կան եւ տականքներ, եւ կան հերոսներ, մենք պատերազմում տեսել եք ինչքան հերոս ունենք, այդտեղ պրոբլեմ չկա, քո ազգ ես, ողջ ես, եւ սրանք կան եւ կան, բայց այն պրոբլեմը, որը մենք խոսում ենք, դա ազգի պրոբլեմ չի, դա ապագա քաղաքական հարթակի, հասարակական հարթակի պրոբլեմ է գայանը, որտեղ այսօրվա հարթակը փորձել եմ թրուցիկ ասել, մնում է հետ սովետական, իրանց մտածելակերպը, մշակույթը մնացել է սովետական, իրանք լուծումները կայսրական շրջանակի մեջ են եւ թակարդի մեջ են, շատ քիչերն են որպես անձնավորություններ պատրաստ դուրս գալ այդ թակարդից, դուրս գալ այդ շրջանակից եւ անկախ մտածել հայկական շրջանակ կառուցել, ոչ թե հետսովետական։ Եվ մեծ հարց է առաջանում, что վաղը դե ուշ պիտի սկսվի ձևավորվել արդեն նոր ուրիշ Հայաստանի քաղաքական հարթակ, շարժումներ, մտքի գաղափարախոսությունների, մտածելակերպի, որտեղ դուք կստանաս հնարավորություն ձևավորել նոր շրջանակ, որի մասին մենք խոսում ենք։ Այսօր մենք հալա էներցիով շարունակում ենք մնալ հետսովետականի մեջ։ Այսինքն եւ այսօր լուծում չկա, ճայճայի միջակայքում եւ քաղաքական ուժերը դնում են եւ լուծում են միայն մի խնդրեմ՝ հասնել իշխանության։ Հասնել իշխանության, որը հետսովետական իշխանություն է։ Դառնալ հաջորդ Սերժ Սարգսյանը, եղել է Սերժ Սարգսյան առաջին, հիմա ունենք Սերժ Սարգսյան երկրորդ, Նիկոլ Փաշինյանը, ես երրորդն եմ, ես ամենալավն եմ լինելու, դվեք ինձ լծակները, պետական, ես կկառուցեմ ինչը պետքն է, ես բոլորին եւ այլ եւ այլ։ Բայց քաղաքականության պիտի նայես մի քիչ ավելի լայն, ոչ թե միայն իշխանության հասնելը, բայց ինչ քաղաքականություն, ինչ ռազմավարություն, ինչ ապագա ես մատուցում քո ազգին։ Նման խնդրի դրվածքը դեռ սպասում է իր լուծման եւ ես որպես գիտնական եւ որպես քաղաքացի դնում եմ խնդիրը սկսել մտածել այդ տարածքի մասին, ապագա Հայաստանի քաղաքական, հասարակական տարածքի մասին, որտեղ պիտի ձևավորեն նման խնդիրներ։ Ինչ մակարդակի վրա պիտի սկսես քո աշխատանքը։ Արդյոք հերիք է որ դու մտածում ես միայն պետության մասին։ Որտեղ այսօր աշխարհում հաստատ ձևավորում է, այսենք ուրիշ հարթակ, արդեն ձևավորում ասենք քաղաքակրթական հարթակը եւ տարածքը եւ ուժային կենտրոնները սկսում են խոսել քաղաքակրթությունների մասին, Չինաստանը, Հնդկաստանը, Արևմուտքը, այդ խոսքը քաղաքակրթություն եւ քաղաքակրթական մոտեցումը դեպի հասարակության կյանքին դառնում է տրենդ, որի մեջ դու պիտի փորձես հասկանաս եւ դու լինելով հայկական քաղաքակրթություն, որտեղ դու քաղաքակրթություն ես, քեզ հրավիրում են որպես հին քաղաքակրթություն այդ բոլոր ակումբներին, ՄԱԿ-ի ակումբը քաղաքակրթական, Չինաստանն է քեզ հրավիրում քաղաքակրթությունների ակումբ, Հունաստան ես դու գնում մասնակցում որպես քաղաքակրթության ժառանգորդ։ Բայց 21 դարը դա քաղաքակրթությունների դար է կարող լինի։ Եվ ոնց ես դու տեսնում Հայաստանի տեղը որպես քաղաքակրթություն այդ process-ների մեջ, որովհետև եւ ազգը, եւ պետությունը իրավունք ունի շարունակելի ճանապարհը, եթե գտնում է իր տեղը աշխարհում։ Դու պիտի գտնես ֆունկցիաներ, դու պիտի գտնես քո դերը այդ փոփոխող աշխարհում, շատ արագ փոփոխող աշխարհում։ Դրա համար կարող է արդյոք դու պիտի մտածես ոչ թե միայն հայկական պետության մասին, պետական ինքնաիշխանության մասին, բայց ազգային ինքնաիշխանության մասին, երբ դու նորից հիշում ես, որ դու քաղաքակրթություն ես։
եւ դա ոչ թե միայն այն հայկական հասարակությունից, որ ապրում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց դու պետք է նայես խնդրին գլոբալ, որպես մի ազգ, որ ունի գլոբալ ներկայացություն։ Եվ քո ապագայի մեջ որն է հայկական պետության տեղը, որն է քո գլոբալ հայկական ցանցի տեղը, ինչ ֆունկցիաներ իրանք են կատարում, ինչ ֆունկցիաներ դու ես կատարում, ինչ գլոբալ ցանցեր ունես, ոնց ես իրաց միացնում, որն է քո եկեղեցու եւ եկեղեցիների տեղը, որտեղ 21 դարը հաստատ լինելու է նոր մեջնադարի շարունակություն, Միշել Ֆուկոյի խոսքի ձևավորումն է, որ ես ասում եմ, որ երբ կրոնական համակարգերը, ոգևորական համակարգերը, հաստատությունները հետ են գալիս քաղաքական process-ների մեջ, մենք դա տեսնում ենք աշխարհում, ցավոք սրտի Միացյալ Նահանգներում քաղաքականացվում են, բայց այդ ուրիշ process է, չեմ ուզում խոսակցել այդ երկար խոսակցությունը։ То есть քո ոգևորական հաստատությունների տեղը շարժման մեջ, կառուցման մեջ որն ալնելու քո հայ առաքելական եկեղեցի, կաթողիկ եկեղեցի, բողոքական եկեղեցիների տեղ էս process-ներում փոխգործակցությունը, դիալոգները ոնց ալնելու գայանը։ То есть մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև փորձեր հասկանալ հայ ազգի տեղը ու դերը արագ կայծակի նման փոխվող աշխարհում, որտեղ գլոբալիզացիան անցնում է ուրիշ մակարդակի վրա, որտեղ խիստ մեծ տեմպերով ամեն ինչ փոխում է, անվտանգության միջավայրն է փոխում, համաշխարհային համակարգն է փոխվում գայանը, գոյատևել նման ձևով կարող է նորից աղետի բերել։ Մենք 19 դարում, 19 դարից երբ աշխարհը պատրաստվում է մտնել նման շրջադարձի մեջ, նման որակյալ փոփոխությունների մեջ, մենք փորձում ենք գոյատևել։ Հիմա էլ են գոյատևել։ Եվ այն ժամանակ հասել է աղետին։ Հիմա էլ ենք այդ վիճակում։ 2020 թվականին 94 թվականից հաղթանակից հետո երբ մենք լայնացել ենք, մեծացել ենք, նորից մտել ենք գոյատևման մեջ վայելելու համար, եւ 2020 թվականին եւ աշխարհը սկսել է փոխվել, ամեն ինչ սկսել է փոխվել նորից Հայաստանում 20 թվականից մեր պատերազմից հետո 22 թվականը Ուկրաինան, հիմա Իրանն է մտնում պատերազմի մեջ եւ այլ եւ այլ։ Երբ դու նստում ես, սպասում ես, գոյատևում ես, վայելում ես խնճույքների մեջ, դու վերջում ստանում ես աղետ։ Մենք դուրս եկել ես աղետից։ Գոյատևում ունենք կորուստներ, կորցրել եք Արցախը, կորցրել եք տարածքներ եւ տեսել եք մեծ եղերնի շարունակությունը, երբ Արցախի հայությունն է արդեն անցել մեծ եղերնի ճանապարհով եւ ես շատ եմ ուզում որպես պատասխան արձագանք իմ ազգի կողմից ծնվի այն հասկացողությունը, որ այսպես չի կարելի շարունակել եւ պետք է մտածել եւ ուրիշ հայկական ապագայի մասին այդ խնդիրը դնել եւ փորձել սկսել գտնել լուծումներ այդ մարտահրավերին, պատասխան ձևավորել, պատասխան որպես գաղափարախոսություն, պատասխան որպես քաղաքական ոլորտ, որպես պետական ոլորտ, ինչ է նշանակում հայկական պետականություն ու գլոբալիզացված աշխարհում, քաղաքակրթությունների աշխարհում։ Ինչ դեր պիտի վերցնի հայ առաքելական եկեղեցին, կաթողիկ եկեղեցին, որը կապում է քեզ կաթողիկ աշխարհի հետ, բողոքական եկեղեցիների դերը որն ալնելու, քո գլոբալ հայկական ցանցերը, որը մենք ստացել ենք ժառանգություն, որպես արևմտյան Հայաստանից դա մի պատմություն է, բայց ունես մասնագիտական ցանցեր, պրոֆեսիոնալների ցանցեր, դու պետք է կարողանաս նկարագրես մի շրջանակ, որտեղ ամեն հայ կարողանում է գտնել իր տեղը, որ միանա կառուցման հայկական ապագային եւ ոչ թե միայն հայ ազգը։ Դու պետք է մտածես ավելի լայն շրջանակներում ու հասկանաս, որ ձևավորում է քաղաքակրթությունների էկոսիստեման, էկոհամակարգն է ձևավորում հիմա։ Եվ դու պետք է պատրաստես քաղաքակրթությունների մեջ գտնել այն քաղաքակրթությունների հետ, որ դու կարող ես լինես բարեկամ։ Այն քաղաքակրթությունները, որը դու թշնամի ես այսօր եւ պիտի փոխես, փորձես հարաբերությունները եւ այլ եւ այլ։ То есть ձևավորում է 1001 խնդիրներ, մարտահրավերներ, բայց իմ կարծիքով դա կառուցողական խնդիրներ եւ մարտահրավերներ են։ Եվ կուզենայի, որ իմ ազգը ունենալով ահռելի ներուժ, ես ուղղակի ապշում իրոք ես փորձում եմ հասկանալ ժամանակ առ ժամանակ իմ ուղղությամբ անվտանգության կպնում ահռելի
ներուժ ունենք, հնարավորություն ունենք, բայց այդ ներուժը ոնց միացնել նման կառուցման։ Եվ առաջինը նորից եմ կրկնում ինձ համար դա անել ընտրություն եւ այդ գրառման մասին որ դու խոսում ես, ես ասում ես երկու ուղղությունները, ընտրությունները բավականին լավ ձևավորված են, բայց այն ընտրությունը, որի մասին խոսում եք, ուղղակի ինչ որ անձնավորություններ այդ ուղղությամբ գնում են։ Այդտեղ արածանի կա, որը միայն երևում է, այդ ճանապարհ դեռ չկա։ Բայց երբ սկսեք մտածել, գնալ այդ ճանապարհով, կամաց կունենաք արածանին կդառնա ավելի լայն եւ այլ վերջում կդառնա ճանապարհ։ Եվ իմ կարծիքով այդ ճանապարհի վրա մենք ավելի շուտ կհասնենք հաջողության եւ կսկսենք ոչ թե գոյատևել, բայց արագ տեմպերով զարգանալ եւ մենք կզարմանանք մի սերունդի կյանքի ընթացքում ինչքան մենք հզոր ենք, ինչ Հայաստան մենք կարող ենք կառուցել, ինչ հայություն մենք կարող ենք ունենալ եւ հաղթահարեք այն վախը, այն ճնշումը կայսրությունների ուժային կենտրոնների կողմից, որոնք քեզ պահում են այդ վախի մեջ, որ Աստված չանի հայը չհիշի Արարատ լեռան տակ, որ ինքը քաղաքակրթություն ժառանգորդ է եւ շարունակում է այդ ճանապարհը, եւ ինքը շատ հզոր է, որտեղ մնացած ուժային կենտրոնները, մնացած քաղաքակրթությունները հաստատ գիտեն ով է հայը։ Մենք ենք մոռացել, մենք ենք տկարացել, մենք ենք մտնել գոյատևման շրջանակի մեջ, որը պետք է ի վերջո թողնել, ոչ թե ջարդել, փշրել, սկսել, չէ, մտածել ոնց ես դա անում, բայց ընտրել ուրիշ ճանապարհ, երրորդ ուղղությունը եւ սկսել կերտել ուրիշ հայկական ապագա։ Դուք արդեն որոշել եք ում եք, դուք գնալու եք ընտրությունների, ճիշտ է։ Այդ Հա, իհարկե։ Արթնանալու եք, պարտարացվելու եք եւ գնալու եք, որոշել եք ում եք ընտրելու։ Ես գիտեմ ում չեմ ձայն տալու, ես ձայն չեմ տալ այդ երկու ուղղություններին, այն նրանք ով ներկայացնում են ուժային կենտրոնները, Ռուսաստանը, Թուրքիան, ձայն չեմ տալու այն ուժերին, որոնք ուզում են գոյատևել, շարունակել այն իշխանությունները, որ մենք այսօր ունենք, որ գոյատևում են եւ փորձում են ինձ ներշնչել, որ այս միայն ճանապարհն է, ուրիշ չկա, խորոված է կոնտում գոյատևում ենք մինչեւ հաջորդ մեծ եղերնի էտապ։ Դրանց չեմ տալու եւ կա ոչ այնքան մեծ են 19 կուսակցություններից, ինչքան գիտեմ, որոնք ձևավորվել են այսօր, կընտրեմ այն նոր քաղաքական ուժերին, շարժումներին, որոնք չեն մտնում այս երկու ճամբարների մեջ։ Ով է լինելու, ով ամնալու երկու ամսուց հետո ես չգիտեմ, որտեղ դա քաղաքական պայքար է գնում, արդեն ջահել չեմ, ես կյանքում շատ եմ հուսահատվել, երբ ընտրում էի, բայց հետո չէր ստացվում։ Դրա համար վերջի շաբաթում ես կորոշեմ ում եմ տալիս իմ ձայնը, բայց դա հաստատ կլինեն նոր քաղաքական ուժեր, ներկայացուցիչներ եւ Աստված չանի այդ երկու ճամբարներից մեկին ձայն տալ։ Ես կուզենայի, որ իմ հայկական հասարակությունը, իմ ազգը գնա ընտրություններին եւ հրաժարվի ձայն տալ այս երկու ճամբարներին։ Մնացածը ձեր ընտրությունն է։ Ես պատրաստ եմ ուրիշ բոլոր ճանապարհներին ոչ թե դառնալ նույնից կայսրության մաս կամ շարունակել գոյատևել։ Ես չեմ ուզում, որ իմ երեխեքս, իմ թոռներս, մեր թոռները գոյատևեն։ Ես ուզում եմ իրանք ապրեն ուրիշ Հայաստանում։ Դրա համար մի ընտրեք նրանց, ով գոյատևում են։ Եկեք փորձենք ուրիշ ճանապարհ գտնենք։ Շնորհակալ եմ, պարոն Նուրսուման։ Շնորհակալություն ձեզ Գայանե։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, դոկտոր Հրաչյա Արզուբանյանի հետ էինք զրուցում ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետի։ Զրուցվարում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։